Շուտով Սիսիանում արդեն լուսավորված կլինեն քաղաքի կենտրոնական փողոցները եւ այգին։ Երեկոյան քաղաքը կդառնա ավելի կենդանի, ավելի անվտանգ եւ հարմարավետ բնակիչների համար։ Այս փոփոխությունը հնարավոր է դարձել փողոցային լուսավորության նոր համակարգի կառուցման արդյունքում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ավստրիական միջազգային համագործակցության կողմից R2D Սյունիք ծրագրի շրջանակում։ Շատ հաճելի է նման ծրագրի իրականացումը մեր համայնքում, քաղաք Սիսիանում։ Դա շատ կարևոր քայլ է մեր առօրյան ավելի անվտանգ դարձնելու համար։ Շուրջ 37 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ այս նոր համակարգը ամբողջությամբ կփոխի քաղաքի կենտրոնական հատվածի տեսքը։ Արդեն երեխաների հետ այգում զբոսնելը ավելի հաճելի կլինի ու անվտանգ։ Թվում է, թե փոքր բան է, բայց իրականում այն մեծ ազդեցություն կունենա մեր կյանքի որակի վրա։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4.5 կիլոմետր երկկողմանի լուսավորությամբ։ Ծրագրի շրջանակներում լուսավորվել է Սիսիան քաղաքի կենտրոնական 3 փողոցները, հիմնական փողոցները, դրանք իսրայելյան, սիսական եւ Գարագի Նժդեհ փողոցներն են։ Կարևոր եմ համարը նշել, որ լուծումները, տեխնիկական լուծումները, որոնք օգտագործվում են ամենաժամանակակից եւ էներգախնայող լուծումներն են, տեղադրվում են LED լուսատուներ։ Կարևոր է նշել նաև, որ բացի էներգախնայող լուծումներից, որոնք օգտագործվել են այս ցանցի նախագծման եւ շինարարության ընթացքում, մենք նաև ծրագրի շրջանակներում տեղադրել ենք 45 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան Սիսիան համայնքի վարչական շենքի տանիքին, որի արտադրած տարեկան շուրջ 70,000 կՎտ էլեկտրաէներգիան ամբողջությամբ ծածկում է նոր կառուցվող լուսավորության ցանցի ամբողջ ծախսը էլեկտրաէներգիայի տեսանկյունից։ Բացի նրանից, որ ծրագրի կողմից ֆինանսավորվում է այս ցանցի կառուցումը, նաև նրա ինքնարժեք, հետագա շահագործման ինքնարժեքը գրեթե զրոյական է համայնքի բնակիչների համար։ Այժմ ակտիվ փուլում է Սիսիան քաղաքի կենտրոնական լուսավորության ցանցի կառուցումը, գերժամանակակից լուսավորության ցանցի կառուցումը, քանի որ առաջին անգամ երբ Սիսիանում միաժամանակ նույնիսկ լուսավորում է եւ փողոցը եւ մայթը, ինչը բնակիչներին կապահովի ավելի ապահով երթևեկը Սիսիան քաղաքում։ Սիսիան քաղաքում եւ բռնակոտ բնակավայրում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանները համայնքին հնարավորություն են տալիս արտադրել սեփական էներգիան, նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել էներգետիկ անկախությունը։ Ծրագրի բյուջեն կազմել է 13 միլիոն դրամ։ Ի սկզբանե ստացվել է աշխատանքը իդեալական, արդեն ավարտման փուլում է 90 կՎտ հզորության արևային էներգիան, 45 կՎտ տեղադրված Սիսիան քաղաքի Սիսիական 41 հասցեում գտնվող շենքի տանիքում, 45 կՎտ տեղադրված բռնակոտ բնակավայրի վարչական շենքի տանիքին, ինչը շատ օգնում է եւ լուսավորությանը։ Սիսիական 41 շենքի տանիքի վրա դրված կայանը նաեւ օգնում է լիցքավորման մեր Սիսիան քաղաքում գտնվող 4 միկրոավտոբուսների, որոնք իրականացնում են հորափոխադրումներ Սիսիան քաղաքի մեջ եւ 3 բնակավայրերում։ Առաջիկայում Սիսիան համայնքում նախատեսվում է նաև խմելու ջրի մատակարարման համակարգերի բարելավում, Սիսիան համայնքում իրականացվող որպես հաջորդ ծրագրեր դիտարկում ենք իրականացնել Որոտնավան եւ Շամ բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։ Այս խողովակաշերերը կառուցվել են դեռևս 1970-ական թվականներին եւ ներկայումս շարքից դուրս են եկել եւ օգտագործման պիտանի չեն եւ ինչպես կարող եք տեսնել, այստեղ ժամանակավոր լուծումներ է տրված, որպեսզի մարդիկ չկտրվեն խմելու ջրից։ Այդ բնակավայրում երբևէ ասֆալտապատ ճանապարհներ չեն եղել, համատեղում ենք իրար հետ, կառուցության ծրագրով կառուցում ենք ճանապարհները, իսկ ավստրիական զարգացման գործակալության հետ ներքին ջրային ցանցը, որ բնակիչներն ունենան մաքուր խմելու ջուր։ Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագրի շրջանակում Սյունիքի տարբեր համայնքներում արդեն իրականացվել են ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մի շարք նախաձեռնություններ դեռ ընթացքի մեջ են։ R2D Սյունիք ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 միլիոն եվրո, որն ուղղված է մասնավոր հատվածի եւ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Ավստրիական միջազգային համագործակցության կողմից։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակում։